Կադրում երևացող տղայի փախուստը գայլից հաջողվել է, բայց կենդանին այլ մարդկանց է վնաս հասցրել։ Սյունիքում 2 օր առաջ գիշատչի հարձակման հետևանքով 6 մարդ էր տեղափոխվել հիվանդանոց։ Հարձակումը ծանր հետևանքներ է ունեցել հատկապես 72-ամյա մի տղամարդու վրա։ Ամսի 8-ին ժամը 18-ի սահմաններում առաջին դեպքն աբերվել շտապ օգնություն Քարահունչ գյուղից, գայլի կծած վերքը դեմքի շրջանում եւ մարմնի իհարկե նաեւ տարբեր այլ մասերում բավականին ծանր վիճակում, որովհետեւ փոկել էր նաեւ հյուսվածքներն ու ոսկորներն էր վնասվել, վերնիզոնոտի ոսկորներն վնասվել ու բավականին խոշոր միախներ դեմքի շրջանում, բավականին ծանր վիճակ է հիվանդի մոտ, մեր մոտ վիրահատական միջոցառումը դրան կատարվել է, հոսպիտալացվել է։ Տուժածն այնուհետև տեղափոխվել է Երևանի բուժ հաստատություններ պլաստիկ վիրահատություն կատարելու նպատակով։ Մյուս տուժածներից մեկը տեղափոխվել է միջին ծանրության, մյուսները, այդ թվում 3-ամյա երեխան, թեթև վնասվածքներով։ Արդյոք տարվա այս եղանակին, երբ բնական միջավայրում կերի պակաս չպետք է լիներ, գայլի հայտնվել է բնակավայրում եզակի դեպք է։ Գյուղերի տարածքներ գայլերը ներթափանցում են հազվադեպ, հիմնականում ձմռան շրջանում, կեր հայթայթելու նպատակով։ Մտնում են ծայրամասեր, աղբանոցներին մոտ տարածքներ, գոմեր։ Այս մի գայլի վարքագիծը տարօրինակ են համարում մասնագետները։ Պետք է հասկանալ պատճառները, ինչի հետ մենք գործ ունենք։ Արդյոք մենք գործ ունենք առողջական խնդիրներ ունեցող առանձնյակի հետ, որը այդ ձևով դրսևորել է իր վերաբերմունքը մարդկանց հանդեպ, թե գործ ունենք մարդկանց մոտ նախկինում պահված գայլ, որը որ ինչ-ինչ պատճառներով փախել է տիրոջ մոտից, այդ իսկ պատճառով մարդուն ծանոթ լինելով, մարդկանց հետ շփված լինելով, չի վախենում մարդկանցից, բնակելի տարածքից եւ այդ պատճառով է հայտնվել։ Այդպիսի դեպքեր էլ շատ կան, մեզ մոտ էլ մենք էլ ունենք կենդանի, որը երկար ժամանակ պահվել է մարդկանց մոտ ու այդպիսի կենդանների վարքագիծը էականորեն տարբերվում է վայրի կենդանների վարքագծից։ Կենդանին ագրեսիվ վարք է ցուցաբերել եւ հարձակվել է մարդկանց վրա։ Կասկածներ ունենք, որ կենդանին կարող է կատաղության վիրուսով վարակված լինել, իսկ դա շատ վտանգավոր է։ Ես հույս ունեմ, որ հիմա տեղում այդ սատկած կենդանուց, որին հաջողվել էր գյուղացիները վնասազերծել էին, այդ կենդանու մարմնից պետք է նմուշարում արվի։ Նմուշարում չի արվել, քանի որ մարդկանց վրա հարձակված գայլը փախել է գյուղից։ Այս մասին մեծ հետ զրույցում հայտնեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Ըստ նրա տեղեկությունների հաջորդ օրը մեկ այլ գայլ է գյուղ մտել, որն էլ սատկել է գյուղացիների հարվածների հետևանքով։ Իսկ այդ մասին տեսչական մարմինն իմացել է այն ժամանակ, երբ նեխած է եղել։ Նեխած կենդանուն փորձաքննության տանել չեն կարող, հայտնեց Անուշ Հարությունյանը։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ գործողություններն ու լուծումները կքննարկեն վայրի կենդանիների հարձակման պատճառները քննելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի միջոցով։ Անդրանիկ Գյոնջյանը, որ մարդ վայրի բնություն, վայրի կենդանի կոնֆլիկտների ուսումնասիրման աշխատանքային խմբի անդամ է, նշում է, որ կատաղությամբ վարակված լինելու հարցը պարզելն ամենաառաջին միջոցառումը պետք է լիներ հետագա վտանգները կանխելու համար։ Պետք է հիմա 24 ժամյա մշտադիտարկում իրականացվի ԱԻՆ-ի եւ մնացած համապատասխան մարմինների կողմից, միջև որ քանի դեռ չենք ստացել վերջնական պատասխաններ, ընդհանրապես կատաղության վիրուսը բնության մեջ միշտ գոյություն ունի, տարբեր կենդանիներ հանդիսանում են դրա կրողներ, մշտապես աղբյուրներ, բնության մեջ, օրինակ կարող են դա տարբեր շնազգիներ լինել, կամ աղվեսը լինի, կամ այլ տեսակներ լինեն գիշատիչներ։ Դրա համար այս պահին կարծում եմ, որ հրատապ ինչ որ միջոցառումների կարիք կա հակահամաճարակաբանական։ Խումբ կա, հանձնաժողով կա, որ քննարկվում է, բայց նաև համայնքների այդ աշխատանքը ավելի մեծ է լինելու։ Դա հազվադեպ դեպք է, որ գայլը կարա հարձակվի, բայց պետք է ստեղծվի մասնագիտական խումբ, հասկանալ այդ տարածքի որ առանձնյակն է եղել կամ քանի առանձնյակներ կան, որ ստանամ հասկանալ ինչն է դրա խնդիրը։ Քանի դեռ հստակ չէ իրավիճակը, մարդիկ իրենք պետք է զգուշություն ցուցաբերեն ու ոչ միայն գայլերի դեպքում։ Դրանք կարող են արտահայտվել նաև հափառող շներին, աղվեսներին, եթե դրանք դա հիվանդություն է։ Այս դեպքում այնտեղ արդեն աշխատող համապատասխան ծառայությունները իրազեկված են, նրանք աշխատելու են զգուշավոր։ Կենդանաբանների համար ոչ պակաս մտահոգիչ է մարդ-արջ կոնֆլիկտը, որը սրված է հատկապես Վայոց ձորի մարզում։ Այս դեպքում բնական միջավայրի խաթարման պատճառ են համարում աղբավայրերը։ Ունեցել ենք դեպքեր, երբ որ անում են կենդանու սպանդ, այսպես ասած, այդ մնացորդները, որ մնում է կենդաններին, դա այսպես գայթակղում է, որպես սննդի աղբյուր։ Հիմնականում լինում են դա նաև այգիներ, երբ որ արջերի դեպքում, այսպես արջերի պարագայում, խնձորների, կեռասների այգիներ, որոնք կենդանիները գալիս են, արջերը հիմնականում երբ որ գալիս են տեսնում են ունեն սնունդ, որտեղ կարան հայտարարեն, նրանք հետ են գալու այդ նույն տարածքը։
Մենք հորդորում ենք միշտ մարդկանց, եթե տեսնում եք արջ, ապա շատ մարդիկ տեսահոլովակները վերջում ցույց տվեցին, որ փորձում են կերակրել, նկարահանել, ինչը մենք չենք ուզում այդ կապը լինի վայրի կենդանու հետ։ Հետս հետը կենդանիները արդեն սովորելով այդ աղբին դառնում են ավելի, այսպես ասեմ, սինանտրոպ, այսինքն ավելի են կապվում մարդկանց հետ։ Մեր կենտրոնը ներկայումս իրականացնում է գիտական ուսումնասիրություն մարդ արջ եւ մարդ գայլ կոնֆլիկտների մեղման ուղղված միջոցառումների մշակման համար, որը ծառայելու է պետական կալիքներին։ Արջերին բնակավայրերից հեռու պահելու համար նաև միջոցառումներ են արվել, մինչև անգամ կենդանիներին անտառներում կերակրելու եղանակով, բայց նաև ըստ մասնագետների համայնքները պետք է պայքարեն այդ ուղղությամբ։ Վարդուհի Արզումանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։